կարող ենք խոսել։ Աբել։ Ինչ ես վեր կացել, չհամբերեցիր մինչև գայի, ոնց ես։ Անհանգստանալու բան չկա, պետք էր մի քիչ մաքուրոտ շնչել, համել ասա իմանամ ոնց ես։ Լավ եմ։ Ճանաչում ես։ Չէ։ Բա ինչի էր հետդ խոսում։ Խի խոսում էր։ Աբել։ Ով է կարևոր մարդ է, պետքա ճանաչեմ։ Կարևոր չի։ Դու լավ ես։ Գնացինք։ Ես եկան, էլ չսպասեցի, դուրը բաց ես, բանալի ունեմ չէ, ոնց են զգում մեր աղջիկները, և, ինչ է եղել, Եվա ինչ է եղել, և, խնդրում եմ, Թողելից, մի կպիր, դու տանրապես, գնա այստեղ, ես չեմ ուզում քո հետ լինեմ, ես երջանիկ չեմ քո հետ, գնա! Անծանոթ համար է, երևի քեզ է։ Ով էր։ Կարևոր չի։ Ես ու հիմար չեմ, տեսա, որ դուր չեկավ, անջատեցիր, ով էր։ Կապ չունի, արի համար նոր քարտ արմենք, ինչքան պիտի սենց առնց հեռախոս մնամ։ Հա կտամ, բայց ով էր զանգում։ Կարևոր չի, ուղղակի գնանք քո համար նոր քարտ վերցնենք։ Լավ, ոնց ասես։ Ապրես, սրանից հետո ինչ ասեմ, կասես ոնց ասես Աբել ջան, լավ։ Լավ, ոնց ասես Աբել ջան։ Լիկա դու լստեղ ես, զանգը շտված առաջին դու վազեցիր։ Քեզ ինչ է հետաքրքրում։ Մոռացել էի, որ քո հետ խոսալը ամենաանհաջող կալի։ Դուք գնացեք ձեր նմանների հետ շփվեք։ Մարդու վիզը պետք է անպայման ծուռ լինի, որ դուք իրանց գնահատեք ու սիրեք։ Ես ինչ սխալ բան արեցի ես։ Հաջող Լիկա ջան։ Հաջող։ Ես մտել եմ քո կյանքը, քանդել ընտանիքդ, հեռացրել կնոջիցդ, հղիացել։ Հիմա Աստված ինձ պատժում է, ես մեղավոր եմ։ դու հասկանում ես ինչ ես ասում, դու հիմա շատ ուզված ես, հանգստասի, տես ես չեմ կպնում, դու հիմա երեխային ես վնասում, բայց ես վախենում եմ, եթե պետք է ես կգնամ, բայց ես ուզում եմ մնալ։ Եվա, ասա ինձ ինչ է պատալ, ինչ ես այդպիսի վիճակում։ Ոչ մի բան պետք չի ավակ, գնա։ Մամաս հիվանդ։ Շատ ծանր հիվանդ է։ Ես ասա ինձ ինչա պետք, ես ամեն ինչ կառնեմ, կուղարկեմ, դու գիտես դա ես կանեմ։ Ավակ դու չես հասկանում, ինձ քեզնից ոչ մի բան պետք չի, գնա խնդրում եմ։ Ես ինչ գումար է ավակ։ Մամաս հրաժարվում է ինձնից օգնություն ընդունելուց ավակ։ Մամաս չունի աղջիկ իր ասելով, ինքը ինձ չի ներում։ Ճիշտ անում որ չի ներում, ինչի պիտի ների։ Եթե մաման կոպեկ հավաքում էր գումարը, որ ես գա այստեղ ընդունվեի, պարապեի, ես եկա պարապեցի, ընդունվեցի, հղիացա, դարձա ինչ-որ մեկի սիրուհին։
Ինչի մաման պետք ինձ ներիկ ասես։ Եվա դու մեղավոր չես։ Լսի մի արդարացրու ոչ ինձ, ոչ քեզ։ Եվա դու մեղավոր չես։ Դու մեղավոր չես, ուղղակի ստացվել է, լինում է ժամանակ, որ անկախ մեզանից ստացվում է։ Մենք վաղուց էլ ընտանիք չենք։ Մենք վաղուց ընտանիք չենք։ Գնայես ինձ ավակ։ Դե հիմա պատկերացրու, որ աղջիկդ, մենք էլ ենք չէ աղջիկ ունենալու։ Գալիս է ասում է, բապ, սիրահարվել եմ, հղիացել եմ, ես մեղավոր չեմ ուշ հասկացա։ Կներես։ Հավաք կներես աղջիկատ, եթե գա ասի պապ, ես մեղավոր չեմ, ուշ հասկացա։ Կասես լավ բալես, ոչինչ։ Ինչի չես խոսում, չունես խոսելու բան։ Թե դուրս կշպրտես աղջիկատ, ոնց որ մաման ինձ է ուզում դուրս շպրտի։ Սխալ է հավաք։ Մենք երկուսս էլ սխալ ենք։ Կյանքս, ուր ես ուզում քշենք։ Ուր ուզում ես, ինձ համար մեկ է։ Տրամադրություն չունես էլի, ինչ ա եղել։ Սևակ, ես դրանից պրծում չունեմ, հասկանում ես։ Հետո է յազվա եղել, չգիտեմ, որ ես եմ քո հետ։ Սխալ հասկացար, խոսքը Լիլիթի մասին է։ Այլ էդ աղջիկն է։ Հա, որ ասեմ ինչ ա եղել, չես պատկերացնի։ Ինչ ես իմացել։ Հիշում ես այն օրը այն տղեն, որ մեզ երկուսից դաչայում տեսավ, որ Արամի ընկերն էր։ Հա, ինչ։ Հիշում եմ դրան, մենակ չասես աղբորդ ասել է։ Չէ, աղբերս ոչ մի բան չգիտի։ Բա ինչ ա եղել։ Այդ տղեն հեչել աղբորս ընկերը չի։ Խաբել է մեզ։ Չի խաբել Սևակ։ Ինքը մեզ չէ ասել, որ Արամի ընկերն է։ Այդ ես ու դու ենք ենթադրություններ արել։ Կարաս ավելի պարզ ասես այդ սաղ։ Այդ տղեն Լիլիթի աղբերն է։ Այն որ բանտում էր նստած։ Լսում ես ինձ Սևակ։ Լսում եմ։ Բա ինչի ոչ մի բան չես ասում։ Դու պատկերացնում ես այդ ինչ զենք է Լիլիթի համար, եթե ինքը իմացավ դաչայում կատարվածի մասին։ Փաստորեն դու սա եկել։ Լավ է անուն ունի այդ տղեն։ Աբելը։ Ինձ չի հետաքրքրում։ Դու հասկանում ես, եթե Լիլիթը իմանա դաչայում կատարվածի մասին, ավելի լավ է ես գնամ մեռնեմ։ Հաջորդ օրը բոլորին կպատմի այդ մասին։ Ու ամենավատը գիտես որն է, որ եթե մենք դաչայում չլինեինք ու ես չվախենայի, ես պապային կասեի, որ Արամը հանցագործներ ա տանում մեր դաչա։ Բա ոնց ես իմացել, որ այդ ինքն է։ Այսօր դպրոցի մոտ քրոջն էր սպասում։ Ինչ անհանգիստ աղբեր է, թե ասա քրոջդ վրա նայողնով է։ Փաստորեն դուրս ես եկել, այդ արդեն լուրջ է։ Հիմա հաստատ ամեն ինչ անելու ես, որ քրոջդ վրա հարձակվողներին գտնես։ Սևակ, արագ մտածել է պետք, սենց չի լինի, հերիք ա ռիսկի գնաս, պետք է արագ յան տալ։ Մնում էր մենակ հիմա էլ իմանան, որ ես եմ կանգնած Լիլիթի վրա հարձակվողների հետևում, դրան էլ գումարած լիկայի հետ դաչա եմ գնում։ Սևակ, ինչի չես խոսում։ Մտածում եմ։ Մտածի, որովհետև եթե Արամը իմացավ, ահագին խոսալու թեմա է բացվելու։ Դրանից մենակ ես չեմ տուժելու։ Գիտեմ, էդ էլ կա։ Ասում ես գալիս է քրոջը տուն ա տանում։ Երևի մտածում է քրոջ համար հերթ է կանգնած դպրոցի մոտ։ Այնքան չի տեսել, մոռացել է, որ անդուրի մեկն է։ Խի, ես այն օրը տեսա, վատիկը չի։ Լավ չէ Սևակ։ Լավ։ Լրիվ գժվել ես։ Կատակ էի անում, լավ, հանգստացի։ Տուն ես չէ գնում։ Ոնց, բա ասեցիր միտեղ գնանք։ Հիշեցի, որ գործ ունեմ այսօր։ Ձեռ ես առնում։ Կյանք կներես, գործեր ունեմ, մոռացել էի։ Կարելի է իմանալ այդ դեպքում ինչի ես եկել։
Եկել եմ քեզ տենամ։ Շատ ծիծաղալու է։ Դու ձեռ ես առնում։ Չէ, Լիկա, նոր եմ իշե, որ մարդ պիտի տենամ կարևոր։ Կներես։ Այ քեզ բան։ Այսօր դուրս էի եկել, քայլեցի մի քիչ, հասկացա, որ խայտարակ շատ բան է փոխվել, ահագին բան է փոխվել, մարդիկ են փոխվել։ Էլի չտեսի պես դուրս ես եկել մանգալու ամենակ։ Ինձ տեղյակ պահեր իրար հետ դուրս կգայինք։ Թե չէ մարդկանց նենց ես նայում, ոնց որ եսի միշտ լինեն։ Դե երիք ձեռ առնես։ Ձեռ չեմ առնում, Ուղղակի ճիշտ ես ասում, շատ բան է փոխվել։ Փողը ու իշխանությունը մարդկանց փոխել է, ահա որ։ Ճիշտ ես ասում, նայ։ Այս աշխարհում ամեն ինչ փողն է որոշում ու իշխանությունը։ Նույնիսկ այնտեղ որտեղ որ ես էի մինչև դուրս գալիս, ամեն ինչ է դեր որոշում։ Հիմնականում փողը։ Գիտեմ, լավ է փագի ես թեման։ Չէ, բայց փողն է ամեն ինչ որոշում մարդու մեջ։ Փողն է մարդուն փոխում։ Երբ որ փողն է քեզանից կախված, այդ ճիշտ է։ Բայց երբ որ դու ես փողից կախված եղնում, այդ արդեն դաժան է։ Կա տենց բան։ Այս փողը մեր համար ինչ է։ Ընդամենը միջոց։ Ուզում եմ միլիարդատեր լինենք։ Պետք է մի բան մտածել, որ սկսեմ մարդավարի ապրել։ Սենց էլ չի կարող շարունակվի։ Պետք է մարդավարի ապրեմ, ոչ թե։ Պետք է դուրս գամ, մաքրվեմ։ Ես պետք է ջնջեմ սաղ ու սկսեմ զրոյից։ Եթե առաջ չէի հասկանում, հիմա հասկանում եմ, որ պետք եմ իմ քրոջը։ Առաջ իմ մասին չէի մտածում, թքած ունեի ամեն ինչի վրա, իսկ հիմա իրավունք չունեմ։ Մաման էլ չկա, որ մամայի վրա հույս դնեմ քրոջս կպահի։ Պետք է փոխես կյանքդ ապրել, բայց ճանապարհին քեզ ոչ մեկ չպետք է խանգարի։ Հիմա հանգստացար։ Ամեն ինչ լավ է։ Ես հիմա չեմ ուզում, որ դու այդպես հուզու ես։ Մի քիչ մտածի երեխայի մասին։ Հավաք։ Սպասիր, թող խոսում։ Դու ինչ չես լսում։ Միակ ելքը դու գիտես որն է։ Ես կբաժանվեմ։ Ու մեր երեխան կծնվի մեր ընտանիքում։ Դա ոչ մի բան չի փոխել։ Իմ մայրը ինձ չի ներել, ավակ։ Ես արդեն քանդել եմ քո ընտանիքը։ Եվ հիմա դու շատ էմոցիոնալ ես։ Հանգստացի, ես կխոսեմ ու ամեն ինչ կկարգավորվի։ Ասում եմ չանես տենց բան։ Եվ լսիր ինձ։ Կյանքում այդպես շատ է լինում։ Մարդիկ հանդիպում են, սիրահարվում են, ընտանիք են կազմում, հետո ժամանակ է գալիս, մի պահ է գալիս, որ ամեն ինչ անետանում է, մենակ մնում են հուշեր, բայց կաս դու, կամ ես, կամ մեր երեխան, ես կբաժանվեմ ու մենք ամուսնանանք, հանուն երեխայի։ Քո երեխաների մասին ով է մտածելու։ Իմ երեխաները արդեն հասուն մարդիկ են, նրանք ամեն ինչ կհասկանան։ Ժամանակն ու փորձությունները փոխում են մարդուն։ Մեր օրերում շատ արագ է դա կատարվում։ Իմ կյանքի այս օրերում հայտնվելս դու։ Հասկացիր, ես չեմ ուզում շարունակել իմ կյանքը ինչ-որ պարտականություններից ելնելով։ Ես ուզում եմ քո կողքին լինել ու տեսնել ոնց է մեծանում մեր աղջիկը։ Դու հասկանում ես։ Ու պետք չի մեղադրել։ Ամեն ինչ հնարավոր է։ Մի քիչ սովորել ուրիշ ձև ապրել։ Ու սովորիր ապրել կյանքի օրենքներով։ Դու պետք է ուժեղ լինես։ Ես չեմ ասում, որ հեշտ է։ Չեմ ասում։ Դու գիտես, որ ինձ համար էլ է դժվար լինելու, Եվա։ Բայց ես կանեմ այդ քայլը։ Կանեմ։ Որ գոնե մեր աղջիկը համար ամեն ինչ ճիշտ սկսվի։ Հիմա հանգստացի։ Ես քո կողքիդ եմ։ Ես քեզ չեմ թողնի, երբեք։
Գերեք քանի տակա։ Ես իհարկե գիտեմ էթիկայի կանոնները, բայց շատ սոված եմ։ Դուր, էթիկան ուր։ Ասում եմ Աբել ջան, կարաս արդեն փսակվես, գիտես։ Քեզնից հետո ինձով աղջիկ տալը։ Մեջնից սերոսը դու ես գնացել ես սահմա վիրավորվել հետ ես եկել։ Ուզես բանտից նոր դուս եկած, ոչ գործ ունեմ, ոչ ապրուստ։ Ամեն մամատ կուրախանա։ Գիտես հիմա ես իսկականից ուզում եմ լուրջ մտածեմ դրա մասին։ Բայց նենց է որ չծիծաղեք ու հումորներ չանեք։ Լուրջ եմ ասում։ Այնը կակրաստիկ աղջիկ կան գալի գնում են կողքերը տվրվում են, ընտրյալի մեկին։ Բայց ընտրությունը դժվար է լինելու, որովհետև բոլորն իրար նման են։ Որ հիվանդանոցում էր գիտես ինչքան էին գալիս գնում։ Այդին տղա ինչ ես ուզում։ Չասեցիք, ոնց ա եղել, Կաթան։ Շատ համով է։ Սաղկուտ եմ։ Մամայի պես է սարկ։ Կարոտել էի։ Հա, մամայից շատ բան եմ սովորել։ Ուղղակի չէի մտածում, որ այսքան շուտ կգա այդ ամեն օգտագործելու ժամանակը։ Ամեն անգամ, որ պատրաստում էր, առանձին դնում էր կողքի, քո համար։ Սպասում էր, որ կգաս։ Հավատում էր ամենալավին։ Երբեք ինչ չեմ ների։ Ոնց այդքան տանջերնու համար երբեք ինչ չեմ ների։ Լավ, գերեք ու ասեք ոնց ա եղել։ Փաստորեն աղբերդ հետը տա, հա։ Այ անպաշտպան փխրունեակ, զզվում եմ քեզանից։ Գոնե Արամը դրանց հետ չշփվեր։ Աբել, մենք արյունակիցներ ենք, հա։ Ինչ տահաճա, բայց ամենավատն է նա, որ դու ինձ ու Սևակին տեսար։ Չգիտեմ, պետքա մի բան մտածել։ Վերջ կյանքս, սկսում ենք յան տալու օպերացիան։ Լիլիթիկ ջան, շատ համով էր, ապրես։ Սկսվեց։ Ինչ է սկսվեց։ Ահա դուք խիր արդ յոլա չեք գնում։ Որովհետև իրան թվում է, թե ես դեռ երեխա եմ։ Բայց ինչի է թվում, որ տենց էլ կա։ Հա բայց երեխաներու մեջ ինչ վատ բան կա լինել։ Աբել ջան, կես դարի հետ եմ ասում, չի հասկանում։ Պիտի անպայման քո ընկերուհիների նման հագնվեմ, ինչ կա տանը կսեմ դեմքից, որ լավ լինի։ Լիլիթ։ Դու իրանց հետ քեզ մի համեմատի, իրանք։ Դե հա, իրանք ուրիշ են, իրանք ախր իրանց ոնց հասնեմ։ Իրանք լրիվ ջան ու Հանգստացի էլ է։ Լիլ, բուջուրս։ Ախր երեխաների մեջ վատ բան չկա։ հա, բայց ես երեխա չեմ։ Լավ, վերջ։ Ամել նոյը շատ համակրելի երիտասարդ է։ Ու ընկերուհիների մեծ բանակ ունի։ Երկրպագուների։ Հա ինչ։ Հեսա դու էլ կսիրահարվես այդ ժամանակ քո հալը կտենաս։
տենամով է բարախոսելու, որ աղբերդ չթողի իր հետ խոսած, հանդիպես։ Արա սարքերին սատանը։ Հա տենց էլ կա էլի։ Վախենում են քեզնից չեն մոտենում այս աղջիկան, տենց չի։ Ինչ ես խոսում։ Այն եմ խոսում, որ դու քո հալը կտենաս։ Աբել ջան, ես ուզում եմ, որ իր կյանքում փոփոխություն լինի։ Սիրը արվի, ընկերություն անի, հետո ամուսնանա։ Չես զգում, որ իր ժամանակը չի ոչ սիրը արվելու, ոչ ընկերություն անելու, ոչ էլ ամուսնանալու։ Բայց զգացել ես, այս վերջերս մի տեսակա դարել քուրդ։ Հետո խոսալ չի լինում։ Ասում կարող է իսկականից սիրը արված է։ Դե զանգում են էլի։ Ինչ անեմ։ Ես հերու կլինեմ ու կմոռանաս ինձ։ Սենց ավելի ճիշտ կլինի։ Հաստատ սենց ավելի ճիշտ կլինի։ Ինչի՞ չես պատասխանում, Սևակ։ Լավ էլի։ Հալո։ Ինչ լավա վերցրեցիր։ Որ չպատասխանի հեռախոսը սպայթելու էր արդեն։ Ինչ կա։ Ուր ես։ Դուսը։ Առանց ինձ, Սևակ։ Հա։ Դու հիմա հատուկ ես անում։ Մեկը դու տնային կալանքի տակ ես։ Սևակ հանգստացի մի հատ։ Կյանք ես հանգիստ եմ ու շատ։ Մաման հիմա քնած է, ես կարող եմ տանից դուրս գալ։ Պետք չի։ Ինչի։ Լավ, կյանքս հետո կզանգեմ, հարմար չի։ Սևակ։ Ես քեզ զանգեմ, դու չպատասխանես։ Լավ։ Ես ճիշտ եմ անում։ Հաստատ ճիշտ եմ անում։ Կներես ինձ ավակ։ Կներես, բայց ես մի քայլով կփրկեմ քեզ, քո ընտանիքը ու ես էլ կապրեմ երեխայիս հետ։ Հուսով եմ աղջիկս մի օր կհասկանա ինձ։ Լուս, ինձ գյուղ գնալու ավտոբուսի ժամերն ասա։ Լիլ կգաս, որ խնդրեմ։ Սա հեռախստակ քարտդ փոխել եմ։ Ու հետդ խոսալու բան ունեմ։ Ասա։ Լավ, որ մի քիչ ուշ խոսանք։ Ալո։ Բարև իմ ընկերներին։ Սեթո։ Հա, չէի սպասում։ Դու գիտես, որ քերոջս հեռախոսին ես զանգել։ Բա ինչ անենք։ Ոնց քեզ գտնենք։ Ինչ հերլես, լրիվ կորել ես։ Սես չլի։ Էդ ես եմ որոշում։ Ոնց որ ուրախ ես, որ զանգել եմ։ Լավ չի։ Վերջին դեպքերից հետո ոնց ես ուզում հետդ խոսամ։ Ուրախանա։ Գիտես, որ հրաշքով պրծա։ Այ հենց այդ գործի մասին էլ ուզում եմ խոսամ քո հետ։ Սեթո ջան, ես քեզ արդեն ասել եմ ինչ եմ մտածում։ Պետք է ավարտվի այդ գործը։ Դու ոնց որ չես լսում ես ինչ եմ ասում, թե տեղը չես բերում։ Աբել, այդ մեզ չի հետաքրքրում։ Պետք է արվի։ Ոնց թե պետք է արվի։ Տենց Աբել, պետք է արվի։
Դու չես մոռացել, չէ՞, քեզ ոնց էինք ստեղ նայում։ Պարտքերը պետքա վերադարձվի։ Արի կարճ կապենք։ Քեզ արդեն ասել եմ, որ այդ գործերին չեմ խառնվում։ Հազիվ եմ պրծել։ Եթե մոռացել ես, ասեմ քեզ, հեշ լավ չի, որովհետև Չէ, ձև չկա։ Ուրիշ մեկին պիտի գտնես։ Մոռանում ես, որ այն թևավոր արծիվներդ ինձ մենակ թողեցին։ Հիմա կամ հետ պիտի եկած ելնեի ձեր մոտ, կամ էլ միտեղ արնական մեռած։ այդ մեր արծերն է, մենք կլուծենք տղեկի հետ։ Դու արա այն ինչ որ ասում եմ։ Լսի ուշադիր։ Այդ ես կորոշեմ, երբ ու ինչ կանեմ։ Քո ասելու կարիքը չունեմ։ Յա։ Ես հերել ես լեզու բացվել է։ Այդ մոռացել ես ինչ ենք արել քո համար, հաստե։ Քո համար, քրոջդ համար։ Ամեն ինչի ձևն էլ գիտենք։ Հիմա փոխադարձ վերաբերմունք ենք սպասում, թե չէ։ Թե չէ, ինչ։ Դե ինչ։ Դե մի օր տուն կգաս։ Դե մենք քեզ թե լավ կդիմավորենք, այդ չի հարցը։ Բայց քորդ կմնա դրսում մենակ։ Լսի Սեթո, դու փորձի մի բան նենց չանես։ Դու լսի։ Դե դու գիտես ինչա պետք անել։ Դե շատ հաճելի էր ձենը լսել։ Չէ, դուք լրիվոն ասում եք։ Ես ոնց որ ձեր հետ ձեր լեզվով պետք է խոսամ։ Լավ չես անում, Աբել, լավ չես անում։ Գործ կա քո համար։ Այսպես չի կարող շարունակվել, Ալինա։ Դու չպետք է խղճանաս։ Դա ավելի է քեզ թուլացնում։ Հիմա դու պետք է ուժեղ լինես։ Դու խելացի կին ես, գիտես ինչա պետք անել։ Չթողնես, որ իրավիճակը քեզ կործանի։ Երևի Աբելն է։
Ես ավտոն տնից պոչներիցս կպած է։ Պետք է մի բան մտածել։